Տեսեք, իրականում ես սպասում եմ, որ Գյումրու թիմ ընտրությունները պետք է ավելի կառուցողական, Գյումրու ծրագրերի մասին խոսույթով, Գյումրու զարգացման ծրագիր ներկայացնելով անցներ, բայց որոշ տեխնացուներ, այսպես առանձին չանդրադառնամ, իմ մոտ տպավորվածների մասով ավելի շատ խոսեմ, օրինակ Գյումրու նախկին համայնքի ղեկավարը Վարդան Ղուկասյանը սկսել է առավոտից իրիկուն Արցախ, Լեռնային Ղարաբաղ հանձնողներ, թուրքեր, այդ 2021 թվականի Գյումրու թիմ ընտրությունների ժամանակ, որ Վարդան Ղուկասյանը աջակցում էր քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, դա դեռ հարց է, այդ աջակցությամբ օգուտ է տվել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, թե վնասել է, դա պատերազմից հետո չէր, ինչ է փոխվել, թե ժամանակ Վարդան Ղուկասյանը ուզում էր ինչ-որ գործարքների գնար քաղաքացիական պայմանագիր կուսակցության կամ իշխանության հետ, որ այն քրեական գործերը, որոնք որ հիմա անցնում են նա ապօրինի գույքի մասին օրենքով է անցնում, բազմաթիվ իր կողմից կատարած թալանը փորձեր ինչ-որ կերպ գյումրեցիներից տարածը ինչ-որ կերպ դներ եւ վայելեր, դե դրա համար էր անում եւ ինչ փոխվեց, հիմա ինչ է փոխվել, հիմա ժամանակը անցել է եւ տեսել է, որ որևէ գործարքի չի կարող գնալ նա իշխանության հետ, քրեական գործերը ավելացել են, կատաղել է, ելել է եւ ասում է, որ չէ, ժողովուրդ ջան, իմ թալանացը ես պիտի պահպանեմ, ամուր պիտի գրկեմ, չեմ թողնելու, որ իմ թալանացը ինձանից տանեն։ Դա է հիմա ստեղծված իրավիճակը։ Դե մյուս տեխնացուների մասով ասեմ, որ մեկը կա այնտեղ դրսից տղեկ է փորձում բերել Գյումրի, Ռուսաստանից, չգիտեմ, մարդկանց են փորձում ներգրավել, այնտեղ մեկը կա, չգիտեմ, ֆայտոնով իրեն Աստված է պատկերացնում, ես լիահույս եմ, որ գյումրեցին բոլորին շատ լավ ճանաչում է եւ մարտի 30-ին իր հստակ գնահատականը կտա բոլորին, այն որ թալանել են տարիներով մեր քաղաքից դա վերադարձվելու է եւ ես լիահույս եմ, որ այդ վերադարձի սկիզբը դրվելու է մարտի 30-ին եւ գյումրեցին գնալու է անպայման ընտրատեղամասեր եւ իր ձայնը տալու է առաջին համարին մեր Սարիկին քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։